Բուն TV-ի եթերում եւ լողում է նավա հաղորդաշարն է։ Մեր այս եթերաշրջանը մենք նվիրել ենք Հարություն Խաչատրյանի 70-ամյակին, հոբելյանական եթերաշրջան է մեզ մոտ եւ այսօր մեր հաղորդաշարում մենք զրուցելու ենք պարոն Խաչատրյանի հետ եւ նաեւ դիտելու ենք Պոետի վերադարձը ֆիլմը, որը նկարահանվել է 2006 թվականին եւ շատ կարեւոր նշանակություն ունի ռեժիսորի կենսագրությունում։ Պարոն Խաչատրյան, նախ բարի վերադարձ Պոմպիդուից, Ֆրանսիայից եւ Բերլինից նաեւ ձեր հետայացուցադրություններից եւ շնորհակալություն վերստին մեծ հետ զրուցելու հնարավորության համար։ Շնորհակալություն ձեր հրավերի համար եւ կարծում եմ իսկապես մի հրաշալի ֆիլմի մասին է խոսքը, որը տարբեր երկրներում տարբեր մրցանակներ է ստացել եւ սիրվել է մարդկանց կողմից եւ հասկացվել։ Առանց խոսքի, առանց դիալոգների ֆիլմ է, բայց պատմությունը հիմնականում Աշխուրհ Ջիվանու մասին է, գիտեք։ Իսկ Աշխուրհ Ջիվանին ջավախցիների համար ամենասրբագույն երևույթներից մեկն է եւ իմ երազանքներից մեկն էր նաեւ որ նկարեմ ֆիլմ Աշխուրհ Ջիվանի մասին եւ նկարեցի։ Եվ փառք Աստծո որ աշխարհը դա նկատեց եւ ընդունեց այդ ֆիլմը։ Մինչև ֆիլմին եւ ֆիլմի նկարահանման անդրադառնալ, ես պիտի խնդրեմ, որպեսզի մեզ մի փոքր պատմեք, թե ինչպես անցավ Պոմպիդուում հետահայաց ցուցադրություն, հետո նաեւ Բերլին մեկնեցիք, այնտեղ ինչ ցուցադրություններ եւ ինչ ցուցադրություններ էին, ինչ ֆիլմեր էիք ներկայացնում, կարելի է։ Կարելի է, իհարկե, որովհետեւ դա ինքան մեծ պատիվ էր եւ հպարտություն ինձ համար, որ երրորդ անգամ արդեն Պոմպիդու մշակութային կենտրոնում ցուցադրվեցին իմ ֆիլմերը։ Առաջին անգամ ես չէի հասկանում դա ինչի մասին է խոսքը եւ ինչի են ցուցադրում դա, երբ ես նկարել էի Կոնդե եւ Սպիտակ քաղաքը, երկու ֆիլմ, որը Հայաստանում չէր ընդունվել եւ արհամարանքի էր արժանացել եւ բավականին մեծ քննադատության եւ հանկարծ Պոմպիդու կենտրոնը հրավիրեց իր մոտ ցուցադրելու եւ բոլոր ուսանողներին, բոլոր կինոսերներին, բոլոր կինեմատոգրաֆիստներին հրավիրեցին տեսնելու եւ նայելու այդ ֆիլմերը, որոնք իրենց համար իրենց թվում էր, որ շատ կարևոր ֆիլմեր են եւ շատ նոր տեսակ է կինոյի, նոր ոճ է եւ ես ներկա էի։ Ներկա էի եւ ներկայացրեցի ֆիլմը, անցանք դպրոցներով նաեւ, բայց ինձ թվում է, որ կյանքը այդպեսին է կինոյի։ Ինչ նկարում ես, պետք է ցուցադրեն Պոմպիդու կենտրոնում։ Բայց շատ ուշ հասկացա, որ դա այնպես մի մեծ նվեր է եղել։ Հետո երբ Ֆրանսիայում եղավ հայկական մշակույթի տարին բացեցին այդ ֆիլմով, Պոետի վերադարձը ֆիլմով, որ էլ ինձ, քանի որ չէին հրավիրել մեր բարեկամները, այստեղի կազմակերպիչները, ես չգնացի եւ այսինքն ձեր ֆիլմով էր բացում ամբողջ ծրագրի, բայց դուք հրավիրված չէիք։ Բայց ես չէի հրավիրված, բայց վերջում ինձ տվեցին մի մեծ մրցանակ, այսինքն շքանշան, որ կոչվում էր գրականության եւ մշակույթի ասպետ, շվալեի կոչում ստացա։ Դա շատ ես ինքս էլ դրա մասին շատ չխոսեցի եւ դες շատ անդես համարյա թե անցավ այդ ամեն ինչը։ Մեկ անգամ էլ Պոմպիդու կենտրոնում Սահման ֆիլմով բացեցին իրենց փառատոնը եւ վերջապես հրավիրեցին 3 ֆիլմ, ասելով թե ուղարկեք մի 10 ֆիլմ, մենք ձեզ համար կընտրենք 3-ը, որ ուզում եք ցուցադրենք անպայման, որովհետեւ Հարություն Խաչատրյանը 70 տարեկան է դարձել։ Քանի որ իրենք եւ սիրում էին իմ ֆիլմերը եւ գիտեին ֆիլմերը եւ նրանք հատուկ եկել էին մի անգամ Նիոն, Շվեյցարիա, որովհետեւ նայեն իմ ռետրոսպեկտիվը եւ որոշել են նորից ռետրոսպեկտիվ անել 3 ֆիլմերից կազմված եւ ամբողջ խումբը, որը 10-15 հոգուց է կազմված, ընտրող խումբը ծրագիրը կազմողներին։ Այո, եւ ընտրեցին 10 ֆիլմ միանգամից։ 10 ֆիլմ նայեցին, 10 ֆիլմներ էլ ընտրեցին։ Կինեմատոգրաֆիայի համար դա ահավոր մեծ երջանկություն է եւ սյուրպրիզ է, որովհետեւ կինեմատոգրաֆիստները թույլ մարդիկ են։ Ես թեկուզ ինձ ուժեղ եմ համարում, բայց նաեւ մեկ թուլանում եմ։ Երբ որ իսկապես գնահատում են իմ ստեղծագործությունը, որովհետեւ ժամանակին շատ են հայել եւ շատ են նկատողություններ արել իմ ֆիլմերին, բայց փառք Աստծո աշխարհով մեկ ընդունում է եւ ցուցադրվում։ Շատ երկրներում էս վերջի 2 տարվա մեջ, 3 տարվա մեջ 20-ից ավելի երկրներում ցուցադրվեց եւ եղավ ռետրոսպեկտիվներ եւ քննարկումներ եւ դասեր։ Այնպես որ ես երջանիկ եմ, որ եղավ եւ ոչ միայն ցուցադրություններ ֆիլմերի, այլ միանգամից 30 ցուցադրություն, այսինքն յուրաքանչյուր ֆիլմը 3 ամեն մի ֆիլմ 3 անգամ եւ դրանից բացի լուրջ մի խմբի, նկարահանող խմբի նկարահանումները եւ ինձնից ինտերվյու վերցնելը, որ տևեց 2-ից 3 ժամ։ Երևի հույս ունեմ, որ մի օր կուղարկեն Հայաստան եւ Հայաստանում կնայեն։ Իրենք շատ երջանիկ էին, հուզված էին
աչքները թաց էր իմ պատմություններից, որ պատմում էի կինոյի, իմ տեսակի եւ կինոյի իմ սիրած երևույթների մասին։ Եվ վարպետության դաս, որը ես շատ մեծ հումորով եմ վերաբերվում վարպետության դասին, որտեվ ժամանակին պատմել եմ, որ 7 տարի ինստիտուտ չէին ընդունում, որտեվ շատ վատ եմ խոսում։ Էլ խոսում էի հայերեն եւ շատ վատ էլի նույնպես, բայց թարգմանում էի ֆրանսերեն եւ որը շատ լավ անցավ եւ Ինչ թեմայով էր վարպետության դասը։ Տարբեր հարցերով, առաջին կինո, ճակատագիր, պատմություն, վերաբերմունք, աշակերտներ եւ ապագա, անցյալ եւ ապագա։ Շատ հետաքրքիր անցավ, որտեվ ինչ ճանաչող մարդ էր վարում։ Դա Սերժ Ավետիքյանն էր, որը նույն ձևի ինձ ուղեկցել էր մի քանի անգամ եւ Պոմպիդոյի կենտրոնում եւ տարբեր փառատոներում, որտեվ թարգմանում ենք շատ լավ։ Լինելով Հայաստանում ծնված եւ մեծացած եւ կինոյի մարդ լինելով հանդերձ նա մեծ սիրով էր թարգմանում եւ հարցեր պատասխանները կարծես նաեւ իմ լեզուն էր լավ հասկանում, որովհետեւ արագ իմ արագախոսությունը եւ կակասելը մեկ-մեկ թույլ չէ տալիս ամեն մեկին հասկանալու։ Եվ փառք Աստծո դա տևեց էլի մի 2 ժամից ավել եւ կարծում եմ լրիվ տեսագրվեց եւ շուտով մոնտաժից հետո կուղարկեն կամ կդնեն բաց հասարակության համար։ Ես երջանիկ եի, որտեվ այդպեսի լավ վերաբերմունք, այդպեսի մեծ գնահատական, այդպեսի մեծ պատիվ, այդպեսի մեծ գնահատական իմ ֆիլմերին, ինձ իմ արած գործերին ինձ համար շատ անսպասելի էր, որովհետև ես սովորել եմ շատ որ ինձ հայոյենք, որտեղ չընդունեն ֆիլմերս հայաստանյան իրականության։ Բայց ես հիմա շատ երջանիկ եմ, որովհետև վերջապես մինչև այդ գիտեք Իտալիայում եղավ պատվո ցուցադրություն 3 իրար հետևից ցուցադրեցին, ուրեմն հետո եղավ Պոմպիդոյի կենտրոնում այդ բոլոր հանդիպումները 10 ֆիլմ ցուցադրեցին, վարպետության դաս, որը կարծում եմ որ պետք է հետաքրքրի հայկական հանդիսատեսին եւ երիտասարդներին, որոնք հասնում են կինո, եւ դրանից հետո հրավեր Բերլին կինոթատրոններից մեկը, որտեղ 6 ֆիլմ ցուցադրեցինք եւ նույնպես ամեն մի ֆիլմից հետո հանդիպումներ, հարց ու պատասխան, քննարկումներ եւ վարպետության դաս կոչեմ դա թե հետաքրքրություն իմ մտածողության հանդեպ, իմ ֆիլմերի հանդեպ։ Շատ գեղեցիկ անցավ ամեն ինչ եւ ես վերադարձա Հայաստան եւ տեսա որ ինձ ոչ հրավիրեցին հեռուստատեսությունները եւ շատ լրատվամիջոցներ ամբողջությամբ երևի մեր երկրի վիճակի սա գալիս, երևի անհանգստություններից է գալիս։ Սիրելով հանդերձ իմ գոլեգաներին, ռեժիսորներին, բայց ասենք բանը, հանրային առաջին հեռուստատեսությունը, որ ես առաջարկեցի նկարել 10 ֆիլմը եւ ցուցադրել, որպես նվեր իմ 70-ամյակին եւ կրկնությունը, ասենք, Պոմպիդոյի կենտրոնի ծրագրին, ասացին, որ մենք նայել ենք ձեր ֆիլմերը, ընդհանրապես մի ֆիլմ ենք հավանել։ Եթե շատ ես ուզում, մենք մի ֆիլմ կցուցադրենք, բայց պետք է դուք ինքներդ զբաղվեք այդ ֆիլմով, որտեղ մենք ժամանակ չունենք։ Շատ վիրավորական էր, շատ վիրավորական էր, որովհետև կարծում եմ այդ 15 մարդը, որոնք ընտրում են Պոմպիդոյի կենտրոնի կարևորական ֆիլմերը, շատ ավելի լավ են հասկանում կինոյից, քան մեր հեռուստատեսության բավականին ճխային եւ զայրացած գոլեգաները իմ։ Ասված իրենց հետ մենք շարունակենք դեպի այլ երկրներ ցուցադրել ֆիլմերը, որտեղ արդեն հրավերներ կան եւ շատ կինոթատրոններից եւ շատ ուրիշ երկրներից, այնպես որ կարծում եմ այդ ֆիլմերի տեսակը սկսել է հետաքրքրել մարդկանց, որտեղ երբ ես անգամ պատմեցի կարծեմ ձեր մոտ Ուլրիխ Սայդելի կարծիքը, որ լինելով հանճարեղ մի ռեժիսոր եւ աշխարհի ամենահետաքրքիր ռեժիսորներից մեկը լինելով հանդերձ, ինքը հայտարարեց, որ ամբողջ իր կինոն սկսվել է Քամինունայության ֆիլմից։ Երջանկություն է, միգուցե բարի խոսքեր ընդհանրապես, միգուցե ճշմարտություններ, բայց հաճելի է։ Լավ կներ, որ մենք էլ սովորենք իրար հաջողություններ պատճառել լավ խոսքերով ֆիլմ, որտեղ պատահում է պրեմիերաներ, որ գալիս են հայոյում գնում են։ Ֆորակ պրեմիերան շնորհավոր եմ, որովհետև Հայաստանում ֆիլմ նկարելը բավականին դժվար ստեղծագործական ձև է եւ պետք է անպայման գնահատել։ Այնպես որ շարունակենք մեր աշխատանքը, բարեկամ։ Պարոն Խաչատրյան, ես հիմա ձեզ որ լսում եմ, տեսնում թե ինչ ոգևորությամբ եք խոսում վարպետության դասերի մասին հատկապես եւ այդ հանդիպումների մասին։ Իրոք, այսինքն Այդպես ավելի պերմանենտ դասավանդելու ցանկություն չունեք դուք թատերական ինստիտուտում կամ կինոյի այլ կրթություն մատուցող բուհերում, կենտրոններում չունեք այդպիսի ցանկություն։ Ունեմ, առաջներում ես 2 տարի կուրս ավարտեցի, բայց
Ես կատեգորիկ դեմ էի, որ առանց տեխնիկայի, առանց հնարավորությունների, առանց մեծ ներդրմամբ կարող ես դու դարձնել ռեժիսորներ կրթել կամ կինեմատոգրաֆիստներ կրթել։ Եվ դուրս եկա, որտեվ այդպիսի ձևը կրթության ինձ անընդունելի էր։ Եվ հիմա փառք Աստծո, կարծես թե Տիկին նախարարի հետ պայմանավորվեցինք, որ եւ ինստիտուտի հետ նաեւ կինոյի եւ թատրոնի, որ մենք պետք է միասին անենք դպրոց, որը պետք է դպրոցը լինի կինոյի տանը, մենք տալիս ենք մեծ տարածքներ դպրոցին եւ տեխնիկան եւ որոշ օգնություն կլինի նախարարության կողմից եւ կարծում եմ, որ այդ դպրոցը ես մեծ սիրով աշխատեմ եւ հիմա փաստորեն ոտքս կախեմ գցել, չեմ գնում կինոյի տնից, որովհետեւ ուզում եմ անպայման այդ դպրոցը կայացնեմ, նոր շարունակեմ մի քանի դաս, մի քանի կուրս եւ անցնենք առաջ, որովհետեւ կինոն ինձ համար այնքան մեծ զենք է ազգի համար, մարդկանց համար, կինեմատոգրաֆիստերի համար, արվեստագետների համար, որ միայնակ չմնան, որ կարողանան պատմեն եւ իրենց մասին, եւ երկրի մասին, եւ թերությունների մասին, եւ առավելությունների մասին, այնպես որ հույս ունեմ, որ այդ խոստումը կկատարվի։ Շատ մեծ ոգևորիչ տեղեկություններ, իսկ առաջի անգամ եք դուք դրա մասին խոսում, ես չի լսել, շատ ոգևորիչ է եւ հուսանք կստացվի, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչպես այլ երկրի ժամանող վարպետների դպրոց բացելու հետ կապված մեծ ընդունելություն եւ ոգևորություն է առաջանում եւ ցավալի է, երբ որ մենք մեր իրականության մեջ նույն վարպետներին եւ նույն մակարդակի մեծություններին այդ հնարավորություն չենք տալիս, հատկապես որտեղ դա մեր շահերից է բխելու, նրանց ովքեր որ պիտի գան այնտեղ սովորելու, այլ ոչ թե սովորեցնողի հաճախ եւ հիմնականում։ Ճիշտը այստեղ սովորելն է եւ ճիշտը այստեղ սովորեցնելն է եւ ճիշտը այստեղ ֆինանսավորելն է եւ լավագույն տեխնիկան բերել է, որպեսզի մեր հիմա տեսեք մի քիչ ուշադրություն դարձվեց կինոյին եւ ինչպեսի առաջընթաց տեղ ունեցավ։ Երիտասարդ աղջիկները ինչպեսի ֆիլմեր են նկարում, երիտասարդ տղաները ինչպեսի ֆիլմեր են նկարում։ Այդ նախանձը պետք է ասնի ծերերի եւ մեծ պրոֆեսիոնալների կողմից ճագերտավոր, որոնք ամբողջ կյանքներս խանգարել են երիտասարդներին առաջ գնալու եւ այ երիտասարդներին հաջողվելու եւ նկարելու ֆիլմեր։ Ու մարդիկ տարիներով ծերացան եւ գնացին դեպի թոշակ եւ չնկարեցին ոչ մի ֆիլմ։ Ու լինելով շատ տաղանդավոր։ Այո։ Պարոն Խաչատրյան, թե վերադառնանք պոետի վերադարձին։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե երբ եք դուք ընտրում ֆիլմերի վերնագրերը։ Երբ որ ֆիլմը պատրաստ է, թե երբ որ սցենարային փուլում է, մտքի փուլում է, երբ է դա առաջանում եւ ոնց եք դա գալիս այդ վերջնական կետին։ Նայած ֆիլմ, որովհետեւ ֆիլմ կա, որ միանգամից ծնվում է վերնագիրը, որով պիտի ֆիլմ սկսես նկարել, եւ այդ մինչեւ վերջը մնում է։ Բայց կան ֆիլմեր, որոնք սկզբից ընդրվում է։ Օրինակ որ ֆիլմերի դեպքում որ հենց սկզբից եղել է ու մինչև օրինակ Սպիտակ քաղաքը, օրինակ Կոնդը։ Իսկ սկզբանը հենց այդպես է։ Բայց ֆիլմեր կան, որոնք 10 անգամ նույն վերնագիրն են ստացել, տարբեր ֆիլմեր, եւ 10 անգամ էլ փոխվել է իրենց վերնագիրը, որովհետեւ ընթացքում փոխվում է քո մտածողությունը, փոխվում է քո վերաբերմունքը, փոխվում է ասելիքը, որ դու պետք է պատմես։ Եվ շատ ճիշտ է, որ պետք է փոխվի։ Եվ շատ ճիշտ է, որ պետք է կարճացնես ֆիլմի չափը, երկարացնես, այլ ոչ թե այսօր տարօրինակ բան ա գնում կինոյում եւ ասում են, որ եթե դուք 5 րոպե նույնիսկ պակաս տվեցիք, մենք պետք է ձեր փողերը կրճատենք։ Եթե 7 րոպե ավել տվեցիք, պետք է դուք փողերը ավելացնեք։ Այսինքն ինչ որ տարօրինակ վիճակ է եկել, որտեղ մաթեմատիկան է գերակշռող։ Կինոյի հանդեպ ինչ որ շատ տարօրինակ թվաբանական խնդիրներ են առաջարկում եւ ինչ որ մի շատ խիստ պաշտոնական մի մոդեցում կա կինոյին, որը պետք է ազատություն ունենա։ Ինչ խոսք չպետք է թողնեն գողանալու կինոյի փողերը, ինչ խոսք չպետք է թողնեն լկտիանալու եւ նկարելու կրկնակի երագի ֆիլմեր։ Բայց 5-10-15 րոպեի ավելն ու պակասը դա ռեժիսորական մոդեցում է, որը ժամանակի հետ փոխվում է։ Պետք է անպայման հարգել այդ իրավունքները եւ անպայման թույլ տալ, որպեսզի մարդիկ իրավունք ունենան կամ կարճացնելու կամ երկարացնելու, որտեղ դա միշտ է այդպես եղել։ Նույնը վերնագրերի հետ կապված։ Պոետի վերադարձը դուք վերջում ընտրեցիք վերնագիրը, թե ի սկզբանե պարզ էր որ պիտի լինի այդպես։ Մենք 10-15 տարի երազում ենք նկարել ֆիլմ Աշխուժ Ջիվանու մասին եւ տասնյակ անուններ էինք փորձում, բայց չէին հավատում, որ կարելի է դրանից ֆիլմ ստացվի իմ առաջարկած սցենարից կամ իմ առաջարկած թեմայից, որտեղ իմ կարծիքով շատ ստվերի մեջ թաքնված են մեր ժողովրդական արվեստագետները, ժողովրդական արտիստները, ժողովրդական երգիչները։ Պետք է այդ մարդկանց հանել դուրս, պատմել իրենց մասին, երազել նորից նրանց վերադարձը կամ գնահատականը տալ նրանց ապրելու եւ ստեղծագործելու եւ
տասնյակ տարիներ ազգին կրթելու, դա կրթելու նաև ձևերից մեկն այդ երգերը։ Շատ դժվարությամբ կարողացանք ամբողջ միջավայր միացել էր, որովհետեւ մենք այդ ֆիլմը կարողանանք նկարել։ Եվ 10-րդ տարին էր թե 9-րդ տարին էր, որ այդքան մենք զբաղվում էինք այդ ֆիլմով եւ վերջապես հաջողվեց եւ տվեցին իրավունք նկարելու։ Եվ հանկարծ դարձավ դա, ասում ենք, Ջիվանու վերադարձը, մեկ էլ հասկացա, որ Ջիվանին անհասկանալի է բոլորը, պոետի վերադարձը, որովհետեւ կարծում են Ջիվանին աշխուղ է միայն։ Ջիվանին եւ պոետ է, եւ բանաստեղծ է, եւ կոմպոզիտոր է, որտեղ այդ աշխուղ Ջիվանի աշխուղ ասելով շատ են փոքրացնում իր կարևորությունը եւ ընդունակությունները։ Գնահատականի նման է ավելի շատ դա։ Այնպես որ պոետի վերադարձը կեսերից սկսելու ժամանակ առաջացավ եւ մնաց։ Եվ ինչ խոսք բավականին դժվար ճանապարհ էր, որովհետեւ էլի մեր մեծերը, պաշտոնյա մեր կինեմատոգրաֆիստները սկսեցին հայերեն ֆիլմը դեռ ցուցադրած աշխարհին։ Ինչու՞։ Ռուսերեն են խոսում, նրանք որտեղ հիմնականում կինեմատոգրաֆիստները խոսում են ռուսերեն, որտեղ ռուսական դպրոց են անցնում սկզբից։ Եվ ինտելեկտուալ լինելու։ Մտերիմ ընկերները եւ իմ մտերիմ ղեկավարները եւ ոչ մտերիմ ղեկավարները ասեն. «Я не в восторге от твоего фильма». Почему не в восторге? Ինձ թվում է որ շատ լավ ֆիլմ է։ Իմ ընկերներին չէր թվում որ լավ ֆիլմ է։ Ջավախցիներին թվում էր որ շատ լավ ֆիլմ է։ Ջավախցիները պաշտում էին ֆիլմը։ Նույնիսկ այն ոստիկանները բան որոնք այդ ժամանակ ոստիկանական մեծ պաշտոններ էին, բայց ջավախցի որոնք պոեզիան անգիր գիտեին, երգերը անգիր գիտեին նրա եւ այդ պրեմիերայից հետո ամենամեծ գնահատականը տվեցին իմ ֆիլմերին, քան թե մեր ասենք կինոգետները։ Այնպես որ մոռանանք դրա մասին, որովհետև հետագայում ինքը այնպեսի ճանապարհ անցավ, այսինքն Պարսկաստանում ստացավ Grand Prix, Ռուսաստանում ստացավ, Եվրոպայում ստացավ եւ նաեւ կարծեմ իր պատճառով ես ստացա այդ գրականության եւ արվեստի ասպետ շքանշանը։ Այնպես որ շատ շնորհակալ եմ Աշխուղ Ջիվանուց եւ իմ ֆիլմից եւ այն մարդկանցից, որոնք աշխատել են այդ ֆիլմում։ Եթե կարելի Արտաշես Հովսեփյանի տարբերակը, որ ինքը պիտի լիներ քանդակագործը, դա ի սկզբանե էր պարզ, դուք այդպես ուսումնասիրել եք իրեն, որոշել եք, որ անպայման ինքը պիտի լինի, որովհետեւ շատ համահունչ է եւ ֆիլմի պոեզիային նաեւ իր կերպարը ու իր այդ ճանապարհը անցնելը։ Այդտեղ մի ուրիշ պատմություն կա, որովհետեւ ես ուսումնասիրել էի, գիտեի իրան, բայց ոչ մտերիմ։ Բայց ես ուզում եմ անեն դա անպայման ջավախցիները, չգիտեմ ինչի որ քանդակը պետք է անեն ջավախցիները։ Եվ իմ ընկեր Վանուշ Շերմազանյանը, որը շատ էր սիրում այդ մարդու եւ մտերիմ էր հետը, ասեց արի գնանք, ասեց վարպետի հետ այսօր խմենք էլի։ Ինքը սիրում է քեֆանել, բայց եւ հոգնածա, բան համել տխուրա, համել լավ կլինի որ ծանոթացեմ ձեզ։ Չգիտեի մտքին ինչ կա, իր մտքին կար ուրեմն առաջարկել մայեստրոին, որպեսզի նա անի քանդակը։ Եվ ընդրեցինք իրան, որովհետև այդպեսի արտիստիկ մարդ, այդպեսի հետաքրքիր քանդակագործ շատ քիչ կա աշխարհում, իմ կարծիքով, եւ նա որպես դերասան շատ լավ հանդես եկավ։ Եվ որպես քանդակագործ շատ եւ որպես մարդ իր հուզմունքներով, իր թաց աչքերով շատ կարեւոր դարձավ։ Այնպես որ փառք Աստծո, որ կան այդպեսի մարդիկ եւ որոնք թողեցին եւ այդ արձանը գիտեք հիմա նվիրել ենք ախակալակ քաղաքին եւ դա ամեն անցնելով դառնալով ես ինձ երջանիկ մարդ եմ զգում որ այդ արձանը իմ պատճառով մայեստրոյի կատարմամբ նվիրվեց ախակալակին։ Շատ շնորհակալություն պարոն Խաչատրյան, ես առաջարկում եմ որպեսզի դիտենք ֆիլմը, քանի որ մենք ինչքան էլ որ պատմենք այդ ճանապարհը եւ այդ ճանապարհը անցնելու պոեզիան ինձ մեջ են կարողանա այնպես նկարագրենք, ինչպես որ ֆիլմում է պատկերված։ Շնորհակալություն եւ ձեզ հաճելի դիտում եմ մաղթում։ Մենք դիտելու ենք Հարություն Խաչատրյանի պոետի վերադարձ ֆիլմը, որը նկարահանվել է, այսինքն նկարահանվել է շատ ավելի վաղուց, բայց թողարկվել է 2006 թվականին։ Հաճելի դիտում եմ մաղթում բոլորիդ։